Ինչու է Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը Գրեյք վառապաշարով արձակվել եկեղեցու վրա։ Եկեղեցին դա երկրորդ սրբությունն է տանից ծանողից հետո։ Մակարդակ որ ունենան, ինտելեկտ ունենան, այտենց բառեր չեն օգտագործի, որը հարիր չի մեր երկրի ղեկավարին։ Շատ տգեղ երևույթ է։ Ես շատ ցավում եմ, որ նման ղեկավար է, ու շատ ցավում եմ հավատացել ենք։ Ու հիմա մեր հավատը կորցրել ենք, որ ամենասարսափելին է։ Անկեղծ մարդկանցից ինչ եք ուզում։ Իրանք անկեղծ մարդիկ են։ Խալաթ արել ինքը։ Եկեղեցի պետք է միշտ մնա եկեղեցի։ Ժողովրդի հավատն է դա։ Ինչի է խանգարում, ինչի է հարամանում, չես հասկանում։ Ինքը ինչ ազգությամբ ինչ է ինքը։ Ուրեմն քրիստոնյա չի, թուրք է, որ այդպիսի բաներ արտահայտվում։ Ինչ ասեմ, թող նախ մտածի թոշակառուների համար 36,000 թոշակ ստացող գառնստից տեղ հավաքարարություն անի, հա, այդ դրանք թող մտածի, ոչ թե ընկնի եկեղեցու հետ է, ընկնի մարդկանց հետ է, թող մտածի, թող նստի մտածի, իրանք արժանի չէին մեր պետության համար, որ վարչապետ լինեն, ինքն էլ իրակինն էլ, խուժաններ։ Ամբողջ պետությունը քանդեցին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը, եկեղեցին ինչ է իրանց համար, որ եթե հայրենիքը արժեք չի, մարդիկ արժեք չեն, եկեղեցին արժեք կլինի մի մարդու համար։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն ասել, տվյալ մարդկանց ասել։ Եկեղեցին պետքա սուրբ լինի, այդքանը կարամ ասեմ, ու չպետքա մտնի քաղաքականության մեջ։ Երեք պատերազմի մասնակից եմ, երրորդ խմբի հաշվանդամ եմ, 80 թվի հենց առաջի տղեկից մեկը ես եմ եղել։ Ես նախկին այս հեղաշրջումը ես Նիկոլ Փաշինյանին ճանաչել եմ, էլի, հայկական ցերտի խմբագիր էր, ժամանակ ցերտի խմբագիր էր, տիկնոջ հետ միասին։ Ես դիտես իմ համար շատ ցավալի է։ Անկեղծ եմ ասում, ինձ համար շատ ցավալի է, որ մեր ազգը այս տարիներից ասում մեզ կորուստ տվեց, էլ ցավոտ եմ։ Մանավանդ 5-6 հազար երեխեքի պահով, որ ամեղ կորուստ էր, էլի։ Ես այո, շատ եմ ցավում, ինձ համար շատ ցավալի է, էլի, անկեղծ։ Ես այս բարութի հոտը, այս ամեն ինչը ես տեսել եմ, զգացել եմ, էլ աղջիկս։ Եկեղեցին այսօր հայ ազգի քրիստոնյա աշխարհն է, ցավոտ, դա ինչ կապ ունի, Գարեգին երկրորդը, Բենա, ովա ինչը, դա իր խնդիրն է, ասենք, ոնց ասենք, ասում եմ եկեղեցականը պետք է երեխա չունենա, ասենք ոնց, դա ասելու բան չի, աղջիկս։ Մենք ընդդիմություն ունենք, բայց ընդդիմությունը այսօր խորհրդարանում նստած իրանց վիճաբանություններ են անում։ Ես էլ հարգում սիրում եմ պաշտպանել որպես ընդդիմություն, բայց կոնկրետ քայլեր պետք է անեն, ասենք կամ դեպի լավը, կամ դեպի վատը։ Ասենք այսօր Հայաստանը ծախում են, էլի, ասենք ծախում են աղջիկ ջան, ես կարամ ասեմ, ուրիշ ոչ մի բան, ես ասենք ասելու բան չունեմ, ես շատ եմ ցավում իմ հայ ազգի, իմ քրիստոնյա աշխարհի համար։ Հիմա եկեղեցի աշակերտներն են, այդ որ մենք հավատացել ենք հայ ազգը, հավատացել են, հիմա չեն հավատում։ Որովհետև դրանք առուտրական են, սպեկուլյանտներ են։ Մարդիկ առաջ հավատացել են, եկեղեցի են գնացել ամեն ինչով, խաչ են գնացել, շահեն մեկը ես։ Հոքրից միջև վերջերքս ասենք գնացել, որ սենց մեր հավատը կորցնում են եկեղեցու դեմը։ Նիկոլ Փաշինյանը կաշխատի, երկիրը լավ կլինի։ Լավ չի արտահայտվել, բայց եկեղեցականներ ունենք մենք, որ իրանց հարիր չեն պահում։ Չի կարելի ժողովրդի հանդեպ, ժողովրդին կիսել սև ու սպիտակի, այսպես ասած։ Եկեղեցին մի սխալ բաներ արել, բայց դե վիրավորել չար։ Սրանք իրար միս են ուտում, կարևորը բանան է, որ նորմալանանք։ Իրանք իրանց հարցերն ունեն, որ օրենքի սահմաններում կատարեն, հիմա ինչ ասեմ ուրիշ։ Էնի ինչ պետք է հասկանա եկեղեցին ինչ բան է։ Խաբար է էնի։